Դու մեծ էիր հոգով ու սրտով, քո անբիծ աչքերի խորությամբ, դու մեծ էիր տաղանդով քո նուրբ, քո հպարտ հայացքի բարությամբ, ու ապրում էիր աշխարհից հեռու, քո կերտած աշխարհում պարփակված, քայլում էիր հայացքդ երազում, քո կանաչ քաղաքով համայլած։ Տիեզերքը սիրո եւ հավերժության մասին մարդուն պատմում է իր առաքյալների միջոցով, որոնց կյանքը ասուպի պես կարճ ու պայծառ է լինում, լուսավորելու համար մարդկային հոգու ծածուկ ծալքերը, արվեստի միջոցով նրան վերադարձնելու իր աստվածային էությանը։ Արարատի համար նախախնամությունը սահմանել էր լինել երկնքի ուղերձները լույսի եւ ստվերի, գույնի եւ գծի կախարդանքով երկիր փոխանցող մունետիկ։ 3 ամսականում մորուքավոր մի անծանոթ կանխատեսել էր, որ նա նկարիչ կամ երաժիշտ է դառնալու, իսկ արդեն 3 տարեկանում թղթի վրա նկարում էր մատիտով։ Դպրոցն ավարտելուն պես գեղարվեստի ճանապարհը նրան տանում է նախ Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց, ապա Վանաձորի մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ, եւ այդուհետ արդեն կյանքն իմաստավորող արվեստ ստիպում է անդադար նկարել, անմեկնելի հրայրքով, ասելիքի հորդումով, շտապում էր։ Երիտասարդ էր, բայց հասցրել էր մի շարք ցուցահանդեսների մասնակցել Հայաստանում եւ արտերկրում, հայրենի քաղաքում ունենալ անհատական ցուցահանդես բաց երկնքի տակ եւ դեռ որքան նպատակներ ուներ։ Արարատի ստեղծագործությունները մահից հետո ցուցադրվել են Իտալիայում եւ Շվեյցարիայում։ Շարունակվում են Արարատի արվեստի տարածման աշխատանքները թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Անհատական մեծ ցուցահանդեսի երազանք ուներ։ Ցուցահանդեսը կայացավ, բայց առանց նրա իր սիրելի քաղաքում, որից դուրս կյանքը չէր պատկերացնում։ Երջանկություն եմ ունեցել սերնդի դեկանը լինելով։ Այստեղ են նրա համակուրսեցիները, նրա ընկերները, նայում եմ նրանց սիրտս ցավում է, որ արդեն երկրորդ անգամ մենք այդ հյուրընկալ օջախում դիմավորում ենք մարդկանց ցուցահանդեսին իրենց թանկ բացակայությամբ։ Ոչ գորը եւ ոչ էլ Արարատը չունեցան սերունդներ։ Նրանց երեխաները մնացին կտավների տեսքով այս պատերին։ Մենք այսպես ենք հաղորդելու նրանց սերունդներին։ Մեզանից ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրիս որքան է բաժին տրված ապրելու։ Երջանիկ են այն մարդիկ, ում կյանքն իրենց ֆիզիկական գոյությունից հետո շարունակվում է շնորհիվ տաղանդի եւ ցավոք այդպիսիք մեզանում քիչ են։ Արարատի մտքերն ու գաղափարներն ապրում են եւ միշտ կապրեն հավերժ իր կտավների շնորհիվ։ Այսօր նա մեզ հետ խոսում է ամենագեղեցիկ եւ ամենաիմաստալից լեզվով, արվեստի հավերժական խոսքերով։ Պատերից արվեստասերին են նայում Արարատի միստիկ աշխարհը, վերերկրայինից պոկված պատկեր ուղերձները եւ սերը։ Արարատը բնությունից եւ հատկապես գիշերային աշխարհից գույներ ու ձևեր էր գողանում։
չէր գողանում, նրան բնությունը նվիրում էր շռայլորեն, անընդհատ որոնում էր ինքն իրեն գտնելու համար։ Ստեղծագործական տարբեր շրջաններում ստեղծեց դիմանկարներ, գրաֆիկա, բնանկարներ, նատյուրմորտներ։ Վերջին տարիներին խորությամբ ուսումնասիրեց եւ ստեղծագործում էր մինիմալիզմի, աբստրակցիոնիզմի, մոդեռն արտի եւ պսիխոդելիկ արտի մեջ։ Նրա վրձնին բնորոշ են ինչպես մինիմալ գունային գամման, այնպես էլ վառ կոնտրաստ ունեցող երանգները։ Ասում են Աստված ում շատ է սիրում, նրան շուտ է տանում իր գիրկը, նրան շուտ տարան մի նոր առաքելությամբ մեզ վերադարձնելու համար։ Եվ ամեն անգամ Արարատի ցուցահանդեսից հեռանալիս մեր ականջներում տանելու ենք նրա ձայնը։ Դե հաջող չեմ անում, մենք էլ քեզ հրաժեշտ չենք տալիս։ Մինչ նոր հանդիպում։